Նե, որո բարև բարի գլուստի նոր վիդեոսը մենք նկարում ենք մեր իմ գյուղը հերթական սիրը ու ժողովուրդս դրեք լայքեր անպայման բաժանորդագրվեք ալիքին, որովհետև այսօր մեր մոտ նա կայֆոտ սերիա հայրս բերեք այդ հանք վիվդոնչիկի մոտ արագ հիմա կասես սակ բա ամեն անգամ միշտ գործիքդ վերցնում նոր ես դուս գալիս վիվդոնչիկ տուկ 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 բարևներ տակ բիզնեսը արդեն բացել է շատ լավ է ինչ կա ընտրություններից Ոչ բան ինձ հարցնող եղել է Հա, սպիտակ գյուղացիներ հետը ինչ-որ բան ուզում խոսալ։ Հա, էդի հետ էս բիզնեսը տխի չեն փագի։ Դե, սաղին հարցեցի, ոչ մեկ ձեր չարեց, գյուղապետին ասեցի։ Կարող է ընտրությունները դրա համար ոչ մեկ բան չի կարա ասի։ Ինչև նոր գյուղապետ։ Հա, կարճի ժողովուրդս էս ընտրությունները ասեցի, հիշեցի, որ ձեզ էլ պետք է ասեմ։ Այնա Ֆիվդոնն էլ ստեղ էս ու Ֆիվդոնը, ավելի ճիշտ Ֆիվդոնը երեք ինձ համոզեց, որ ես ընտրվեմ որպես գյուղապետ։ Ու ես գնացի ու քվեարկությունս ասենց ասած դրեցի, որ ինձ էլ ընտրեն, ու կարծում ես, որ ինձ ընտրեն, հա, թե չեն ընտրի։ Ընտրեն։ Ну, չգիտեմ։ Քեզ լավ գյուղապետ էլ ուրտուս գտնել։ Որովհետև գյուղի մասին ես շատ եմ մտածում, Ֆիվդոն ասես դու պետք է անպայման գյուղապետ լինես։ Անպայման։ Так, այրես, ասեմ իմ պլանները գյուղի պահով։ Եթե ես գյուղապետ լինեմ, իմ տունը ստեղ կմնա։ Հա, այս կեն տունը կմնա գյուղապետին, չեմ նվերանի։ Ну, ես եկա Հալա չի սկսեմ այդ։ Ագարոդները հավաքեն պրսնամ կսկսի արդեն։ Դե հա, էլի կսկսի։ Ավել արդեն քվեարկը պրծել եմ, մնում է կարդակ նրա կոմնա ինչ։ Դե, բերեք այդ համ ագարոդներս հավաքեմ հայեր, որովհետև գյուղապետ էլ լինեմ, չլինեմ, ես մեկա պետք է իմ ագարոդներին ուշադրություն դարձնեմ, բայց որ գյուղապետ դառնամ, պետք է այստեղ երկրորդ սունդուկ ավելացնեմ։ Ну, в принципе, ջոգիր ինչի։ Իվիճալեց գյուղապետը ասեց, որպես լավություն կարա ավելի ես իմ գործի վերադառնամ ագարոդի։ Դե գյուղապետը էլ այսօրվանից կարող է գյուղապետ չլինի, դրա համար իր հրամանների մի բան արի, կարող է գլխից սարքի։ Լավ, դու էլ ես խեցա կարծում։ Կարող է բիզնեսը ձեռիցդ վերցնեն, չգիտեմ, ջոգեցիր, համ էլ դու քո բիզնեսը ունես։ Համ էլ որ քո բախտը կարող է բերի, կարող է ես լինեմ գյուղապետ ու քո վրա մի հատ տուն ծախեմ, ու դու կարանաս քո բիզնեսը տեղափոխես։ Կամ տարածք տամ քո համար տուն սարքես, տամպես։ Երեք է բիզնեսս բացի, արդեն 20 բուրտ աշխատել եմ։ Շատ լավ է, պրատուխ։ Ну, в принципе, հայրս, եթե ես գյուղապետ դառնամ Ֆիվդոնին էդ ինձի, որ ուժ տվավ, սենց ասած, որ ես դառնամ գյուղապետի ընտրությունս դնեմ, այդ բանը քվեարկությունս։ Դրա համար իրա մի հատ տարածք եմ տալու, նայեք ասեմ։ Այստեղ հայր, նայեք։ Դատարկ տարածք է, նայեք, այստեղ։ Ստե կարա լինի Ֆիվդոնչիկի բիզնեսը, կամ այստեղ։ Նայ։ Ստեղ կարա լինի այս ազատ տարածքը Ֆիվդոնչիկի բիզնեսը։ Որոշել եմ, որ իմ գյուղում պետքա լինի սենց ուրախություններ, ես իմ ինչեր ջոգեցիր։ Դրա համար Ֆիվդոնչիկի բիզնեսը պետքա անպայման լինի։ Ջոգեցիր, բայց այս անգամ Ֆիվդոնչիկին, սենց ասած, մի քիչ անակնկալ անենք, կլինի սուպերմարկետ պլյուս թոնրատուն, դե համ ինքը ապրանք կծախի, համ էլ թոնրատուն կլինի, ասեք, որ իրան տիբոմբություն է։ Հիմա նայեք, նենցա որ համ ես կարամ հրամաններ տամ գյուղին, համ բանը սպիտակ գյուղացին, որովհետև ինքն էլ ընտրություն դրե, համ էլ գյուղապետը։ Դրա համար ես Ֆիվդոնին բանը առաջադրանք եմ տալիս։ Ֆիվդոն ջան, Ֆիվդոն։ Ասա։ Դու կարաս ագարոդները հավաքես, գյուղապետը քեզ փողը կտա։ Всё։ Մերսի շատ։ Հավաքի։ Չգիտեմ, բայց սենց հայր մի քիչ սենց ոնց որ բաննած եմ էլի, ոնց են ասում են, սենց սրտատրոպ սպասում եմ, թե երբ պետքա անունները քաշեն, տենանք թե ումը ինչա։ Լե, այսօր ուրախ օր է, այսօրն ուրախ օր է, տանանանանան, հայրս ինչ ձևի ուրախ եմ ես։ Կյանքումս այս կարգի ուրախ չեմ եղել։ Լուրջ եմ ասում, ասենք, ոնց կարայր պատկերացնել հայսակը, որ դու գյուղապետի ընտրություններում քո տեխնատիտունն ես դնում։ Ես լիշտ այստեղ է սաղ թերթիկները։ Գյուղի կեսն էլ դաժե գնացել է քաղաք։ Հավաքի։ Ես վերջացրեցի, բերեք էս սրանք դնենք։
ու կակրաս հայրս այս բանջարեղենը բան սաղ կտանք ֆիվդոնչիկին, կծախենք ֆիվդոնչիկի վրա։ Ինքը ընդամենը այդքանի դիմաց ինձ իր եկամուտից ամեն օրվա, ասենք թե աշխատելա 50%-ը ինձ կտա, այսինքն եթե աշխատելա 20 զուբրուտ, 10-ը ինձ կտա։ Ճոգեցիր այդքան էժան։ Ասենք եթե այս ապրանքները մենք քաղաքում ծախենք, մոտ 3 ստակի կարգի իզուբրուտ կհելնի, բայց որ ֆիվդոնչիկն է 10 իզուբրուտ։ Ասենք կարող է ինքը մի ստակ իզուբրուտ աշխատում հայր, ես իրանից կվերցնեմ 32-ը։ Ցանի ախպերս, օգնեմ։ Հա։ Ну, в принципе, լավ։ Ես կնդեղանը ձեռով կքանդեմ, կցանեմ։ Вот։ Լավ միտք անենց հա։ Բայց այս գյուղապետի տունն էլ գյուղապետին կմնա։ Ճիշտ է ինքը էլ իր շորերը չի փոխի, որովհետև դե էտի գյուղապետի շոր չի, էտի հենց Տիգրան մեծի շորերն է, էտի գյուղապետի շորը չի։ Տենց լիներ, ես պետք է հագնեի, բայց դե եթե հաղթեմ, ես կհագնեմ, եթե սպիտակ գյուղացին ինքը։ Ու նենցա որ ես բոլորին էլ նո ճանաչում եմ իրանք իմ գյուղից են բոլորի մասին մտածում եմ, բայց դե ինչ որ այա։ Կարող որ գիտենք, որ ինչ որ մեկը կհաղթի։ Սպասեք, դա ես եկա։ Ու դզից։ Ֆիվդոնչիկ ուր ես մոյ բրատ։ Հոսամ։ Ոստես։ Էս քո ապրանքներն է, որ նոր քաղեցի։ Так, կարող եմ մի հատ հաց ուտենք նոր մինչև սկսելը։ Արի անվճար կտամ քեզ։ Անվճար չէ, elə գյուղապետ չեմ։ Դա չի շկապուրի։ Ինչ կտաս ուտեմ։ Կարող քեզ էփած կարտոֆիլ տամ, կուզես։ Հա, դավայ։ Բրդու ճանես ուտես։ Դավայ։ Էսի քեզ կարտոֆիլը, էսի հացը ախպերս։ Փող պետք չի տաս, անվճար տալիս եմ։ Դիր, մնգավ մոտ մի ամիտ։ Կարտոֆիլս ես հացը կուտեմ մինչև։ Նյամ։ Դիլելեյ, լալալայ։ Բայց նայ, փոքր օտա դրա համար քեզ մի հատ տարածք կտամ։ Նայ, չի ուզում ասեի, ուզում եի անակնկալանի, եթե ես դառնեմ գյուղապետ, քեզ տարածք եմ տալու, նու էս չափի։ Այս տան չափի հերիք կանի քեզ։ Շատ լավ է։ Որ մի քիչ մեծոտ, հա, որ դու ունենաս քո բիզնեսը։ Մի վարկեր հեսա կգամ։ Ինչ ա եղել։ Դու դες սպասի հեսա կգամ։ Ես էլ եմ։ Քել ընտրություններն է արդեն։ Ես եկա ժողովուրդ։ Էս ինչա։ Հա, երևի սրա վրա են դրե թղթերը գերի անունները։ Օբա, ես եկա։ Հիմա ինչ պետքա ինչ անենք։ Դե ես որ գյուղապետի ընտրությանը մասնակցել եմ, Սանջան, պետքա քո խոսքը ասես գյուղացիներին։ Լավ, ով է սկսում։ Բերեք ես սկսեմ էլի, որպես գյուղապետ, եղած մարդ։ Լավ գյուղապետ դու սկսի, նայենք գյուղապետին ստեից թող ասի։ Դե ինչ ասեմ։ Ժողովուրդ ջան, եթե ինձ եք ընտրել, իմացեք, որ ես գյուղի ասֆալտապատելու եմ, ես իմ ինչ բան էլի, այդպես բաներ չեմ ասի։ Կասեմ, որ ձեր համար շատ լավ կլինի, քաղաքից լիքը լավ բաներ կբերեք, կծախենք, էժան կլինի, լավ կլինի։ Դե գյուղապետ, սպիտակ գյուղացի դու ասա։ Ես ինչ ասեմ, թողնում եմ ձեր ցանկության, ինչ ուզում եք արեք, ժողովուրդ ջան։ Եթե ուզում եք ինձ ընտրեք, ես չեմ խոստանա սարեր, չեմ խոստանա ես իմ ինչ բլուրներ, բաներ, ինչ ուզում եք արեք, ձեր կամքով թող լինի։ Ну, արդեն իմ հերթն է, չգիտեմ ինչ եմ ասելու, вообще գյուղապետ չեմ եղել, если что։ Так, ժողովուրդս, նայեք, գյուղացիներ, ես ձեզ ոնց եմ ասում, հա, կոչ եմ անում, հա, հավատալ, որ իմ ընտրությունը անցնելուց հետո ձեր գյուղում լինելու է ձեր, ինչը, ձեր արդեն, որովհետև դուք եք ես գյուղի անդամները, ես ընդամենը գյուղապետ, լինելու է մի այլ կարգի էժանություն, լինելու է մի այլ կարգի սեր ու հարգանք բոլորի նկատմամբ, չի լինելու ինչ-որ կռիվներ, ես իմ ինչեր, չգիտեմ ինչեր։ Կառաջը ինչ եմ ուզում ասեմ, ձեր կամքով եմ թողնում, եթե ընտրում եք ինձ, ընտրեք ինձ, այսքանը։ Դե իսկ հիմա կարանք նայենք թե ով ում է ընտրել, այս ակոտու նայ։
Հետ կարևոր գործը ես անեմ, հա, այն ընտրություններին, որ կադր չի հել է, գյուղապետներն այողը։ Так, հայ սակո, 3 հատ հայ սակո, սպիտակ գյուղացի, հայ սակո, գյուղապետ, հայ սակո, սպասի, եթե 2 հատ սենց կտկցնեմ, սա հայ... What? Ժողոր 64 հոգի ընդրել է հայ սակո, գյուղապետ, հեսա նայ, ինչ գրածը այդ եմ ցույց տալի քեզ, հեսա նայ, Չի կարող ասես բանալի։ Ոնց թե 64 հոգի քեզ, 2 հոգի սպիտակին, 3 հոգի ձի, չի կարող ասես բանալի։ այսինքն հիմա չեմ հասկանում, Այսինքն, շնորհավորում եք։ Շնորհավոր։ Գյուղապետին։ նորմալ է հայրս, չեմ հավատում, ապրես Ֆիվդոն ջան, ապրես, Այդ իմ շնորհիվա որ քեզ էր ապրես, այս թղթերը սա հավաքեք, չգիտեմ, Տանեք ժողովուրդ ջան, ոնց որ խոստացել էի ձեզ, վաղվանից կսկսեն աշխատանքները գյուղում, Մի հատ բան կարող ասեմ։ ասա, լսում եմ, Այս ասֆալտը կարած փոխես մի քիչ չորա։ ոնց ուզեք, Այո։ ապրեք դուք, ապրեք, այս ասվալտի տեղը կլինի մի հատ սիրուն ասվալտ, այդ խոսք եմ տալիս, գյուղում, իսկ հիմա ես իմ կոչ կանեմ, սպիտակ գյուղացի, ես այստեղ կկանգնեմ, գյուղացիներ, իսկ հիմա բոլորը լսում են ինձ և լսում, գյուղում բոլորը տեղյակ են, որ կա Ֆիվդոնի, նույն ինքը մեր ընկերոջ, սենց ասած օբյեկտը, Հա, գիտեք, օգտվել եք։ հա, բոլորը կուզենային, չէ, որ ասենք թե, եթե վերցրել ես քո խորովածը, նստես և ուտես հենց օբյեկտում, ճիշտ է, Այո, շատ լավ կլներ։ դե ես խոստացել եմ Ֆիվդոնին, նույնը ձեզ եմ խոստանում, որ գյուղում կբացվի օբյեկտ, Ֆիվդոնի օբյեկտը կմեծանա, իր տանում չի լինի արդեն, այն ծառի մոտ կլինի, Հա, գիտեք տեղը։ և կլինի շատ հարմար և էժան գներ, դա Ֆիվդոնն էլ կասի, նու Ֆիվդոն, ասա, Ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ իմ նոր օբյեկտը, որը բացվելու է ձեր գիտեցած ծառի մոտ, լինելու է շատ մեծ։ Կարող եք գալ առևտուր արեք, կուզեք ես անվճար էլ կտամ, բայց շատ էժան գներ եմ դրելու ձեր համար։ Ապրես։ Всё դե, այսքանը, իսկ գյուղապետ քեզ կասեմ, ես քեզ քո տնից չեմ հանելու, որովհետև այդ քո տունն է, գյուղապետ ջան, նու ես միշտ քեզ ասել եմ գյուղապետ, դաժե մի քանի անգամ մոռացել եմ նույնը հիմա, կասես անունդ, մոռացել եմ, Տղա, իմ անունը, ոնց ասեմ, ասա, Իմ անունը Տիգրան է։ պապիկի տանունով է, Տիգրան, ինչ, ձեր այդ տոհմում չկա սենց մի հատ, ասենք Տիգրան մեծ, այսի ինչ կա, չէ, Տիգրան 7-րդ արքա։ հա, բայց այդ արքան հանի, որովհետև դու արքա չես, Ես բայց արքայի ժառանգ եմ։ լավ գյուղապետ ջան, նու Տիգրան 5-րդ, հա, Այո։ ես քո տունը քեզնից չեմ վերցնում, հենց հիմա կգնանք իրար հետ քո տուն, և այս տունը կլինի քոնը, ճիշտ է, որ դու այս տան համար գումար չես տվել, բայց այս տունը քոնն է, ինչ ուզում ա լինի, այս տունը միշտ էլ կլինի քոնը, sorry, I'm sorry, ուղղակի ես քեզ այսենց կօգնեմ, որ դու գնաս, Տիգրան 5-րդ, հատ խոնարհվի այ տղա, էլ գյուղապետ չի, բայց պետք է, այսենց, всё, մեր արքայի ժառանգ, ասա, Գիտիր ինչ էր ասում սպիտակ գյուղացին, ինչ, սպառում է ժողովրդին, ասում էր գիշերը սաղի խիղտելու է, որ քեզ ապրե։ փաստորեն, մեր գյուղում սպառնալիքներ են եղել, ճիշտ է, Չէ, գյուղապետ ջան, տես բան չի եղել։
Լավ, իսկ եթե տես բաներ լինի, ինչ ենք անում։ Գալիս եք քո տուն։ Ճիշտ է։ Նույնը կարաք Ֆիվդոնի մոտ գնաք, ինքը ձեզ կօգնի։ Ես քեզ նշանակում եմ իմ օգնական։ Վсё, այսքանը, սիրելիներս։ Հորեշ դզից, կարճ այыз դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք անպայման ալիքին, իսկ ես գնամ նշեմ իմ գյուղապետի կոչումը։